Տիկին Խաչատրյան, մի բան, ձեր կուսակիցը, որ նաև ավականու անդամ էր, Արտակը Զեյնալյան, մի քանի օր առաջ ընտրվեց Սահմանադրական դատարանի անդամ։ Դուք սա նորմալ եք համարում։ Դրանից առաջ Կարեն Անդրեասյանը ՔՊ-ից էր, մի օր հետո դուրս եկավ ՔՊ-ից, դարձավ ԲԴԽ նախագահ։ Հիմա ձեր կուսակցականը մի օր հետո տենց ոնց որ փոշի մաքրեց, այսպես ասած դարձավ ՍԴ անդամ։ Զեյնալյանը փոշի մաքրելու կարիք չունի, Արտակ Զեյնալյանը հպարտությամբ եղել է Հանրապետություն կուսակցության անդամ, այս պահին այլևս կուսակցության անդամ չէ, իրեն վերաբերվող հարցերն ուղղեք Արտակ Զեյնալյանին։ Բայց դուք նորմալ եք գնահատում, ժողովրդավարական երկում դա նորմալ եք համարում։ Իդեպ այնտեղ հարց հնչեցին, որ նորմալ եմ համարում, մարդը իր իսկ կամքով է դառնում կուսակցական, իր իսկ կամքով հեռանում։ Այսինքն այդքան շուտ մոռանում եք կուսակցական ճանապարհը։ Եկեղեցու դեմ արշավ չի սկսել, եկեղեցի եւ պետություն արդեն տարիներ շարունակ են իրար հետ համագործակցություն չունեն, այսինքն երբեք էլ չի ունեցել, հա, եկեղեցին ունեցել է բիզնեսմեն տերտերներ, ցավոք, այս վերջին 2 տասնամյակին առհասարակ բիզնեսմեն տերտերներ եւ այսօր պայքարը, ես իմ անձնական կարծիքն եմ ասում, այսօր պայքար է գնում հենց բիզնեսմեն տերտերների։ Մենք էլ իմանանք էլի այդ մարդկանց իրենց օրինակ չգնանք օրդությունը չկնկալենք։ Բա հիմա ասում եք ստացվում է։ Չգիտեմ, չեմ էլ ուզում իմանալ։ Ես եկեղեցի գնում եմ, ես շատ կուզեի, ես եկեղեցի գնայի եւ ստանայի օրհնություն այն մարդկանցից, քահանաներից, ովքեր Աստծո, հա, պահանջներով եւ Աստծո պատվիրաններով են եկեղեցում, բայց ցավոք սրտի ես գնում եմ եկեղեցի եւ Աստծո նկարի առաջ եւ Աստծո առաջ եմ մոնվառում, որև չեմ Հա դուք եք կարծում որ վեհապարաբեն կա հեռանա։ Ասեք վեհապարի գիտեք այն պատերազմը որ գնում է քաղաքական ուժ քաղաքական հա ինչպես դուք եք ասում քաղաքական ուժ եւ եկեղեցի ես այդ մատի եւ մատանու արանքում չեմ պատրաստվում շաբաթների առաջին հայտարարել ուսում բացեվավորելու վեհարանը ազատելու դուք ձեր կուսակցությունը եւ անձամբ դուք մենք ոչ մի նման ազատումներ կամ որից է հա խմբերում երբեք ներգրաված չենք եղել ներգրաված Սասնա ծռերի ժամանակ չենք եղել ներգրաված տարբեր հա դրանից 18 թվականին 18 թվականին էլ հանրապետություն ոչ հանրապետությունը չի մասնակցել փողոցային պայքարին հեղափոխության դեմ եք եղել Նիկոլ Փաշինյանի գալուն ոչ իհարկե դեմ չենք եղել մենք տարիներ շարունակ պայքարել ենք Սերժա Քոչարյանական կլանի մենք ունեինք մոտեցում պայքարի տարբեր ձևերի ընդհանուր Խաչատրյան այսինքն ըստ ձեր պատասխանի դուք չեք կիսում իշխող ուժի նման բան չեմ ասել, ես նման բան չեմ ասել, ես նորից եմ ասում, մենք քաղաքական ուժ ենք, մենք քաղաքական ուժը մեր հայտարարությունները անում է, հայտարարությունների շրջանակներում ձեր ենթադրություններն Բայց մի տեսակ հոգու խորքում ոնց որ դուք էլ ձեր սրտով չի այս ամեն ինչը, ինչ որ ԿՊ-ի իրականացրել։ Իսկ ով ասեց որ։ Եթե ուզում եք իմ անձնական կարծիքն ունենաք, ես որպես մարդ, որպես երևանցի, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի իմ անձնական մոտեցումն ասեմ, ես երբեք կաթողիկոսին որպես կաթողիկոս չեմ ընդունել, նաև ես չեմ կարողացել այդ այն կաթողիկոսն է, որի կաթողիկոս ընտրվելու առաջին իսկ բառերն եղել են հոկտեմբերի 27-ը եղել ազգային ժողովում, այդ այն կաթողիկոսն է, որը մի քանի ժամ թաքցրել է, որ հոկտեմբերի 27-ը եղել ազգային ժողովում, ինքը իմացել է արդեն, թաքցրել է, որպեսզի իր ընտրությունները լինեն, նոր ասի, որ հոկտեմբերի 27-ը եղել, որ հանկարծ իր ընտրությունները պրավալի չգնան։ Իդեպ Տիկին Խաչատրյան, այդ որ ասում եք բիզնեսմեն տերտերներ, որպեսզի մեր կապարանը ուրիշ հարցեր եթե կան, խնդրեմ, չեմ այլևս չի ձեր հայտարարությունը։ Իմ հայտարարությունները երբեք մեր կապարանը չեն։ Ես ասեցի Հայաստանի Հանրապետությունում բազմիցս Բենթլիներով ու մնացածով մանեկովների